Հայաստանը զբոսաշրջիկների համար շարունակում է մնալ նախընտրելի ուղղություն, ասած է ոլորտի պատասխանատուները հաստատում են տվյալների վերլուծությամբ։ Այս տարի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել շուրջ 2.150.000 զբոսաշրջիկ։ Սա գերազանցելի արդյունք է նախորդ ամբողջ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2024 թվականին 3 միլիոն մարդ զբաղվել է ներքին զբոսաշրջությամբ։ Սա իհարկե շատ ոգևորիչ թիվ է, բայց 2025-ի համար արդյունքները կլինեն իհարկե 26-ի առաջին եռամսյակում ամփոփ տվյալները։ Ուղղակի մեր հարցումների վրա հենվելով զբոսաշրջության կոմիտեն եւ անձամբ ես բարբերաբար հարցումներ եմ իրականացնում իմ գործընկերները մարզային հյուրանոցներից 2025-ը անդադ շատ լավ գնահատականներ են տալիս, բավականին ակտիվ տարի է եղել։ Այս ակտիվությանը նաև նպաստում է իրադարձային զբոսաշրջությունը։ Այս ցուցանիշում ինչքան է Շիրակի մարզի մասնաբաժինը առանձին տվյալներ չեն դիտարկվում։ Իսկ ուր է նախընտրում ուղևորվել Զվարթնոց օդանավակայան ժամանած զբոսաշրջիկը եւ ինչ մեխանիզմներով են կազմակերպում Երևանից բացի այլ մարզեր, հատկապես հեռավոր համայնքներ տուրառաջարկները։ Խնդիրներ են, որոնց ուղղությամբ ոլորտը անելիքներ ունի։ Զբոսաշրջիկներին մարզերում մեկ օր ավել պահելու համար մարզի պոտենցիալը փոքր չէ, ճիշտ ներկայացնել է պետք։ Շատ հաճախ են զբոսաշրջիկներ արտասահմանից եկած, իրենք են խնդրում, թե այդ ամեն անգամ նույն տեղերը պետք չէ։ Ինքը տեսել է ամեն ինչ, բայց ինքը տեսել ամեն ինչ շատ մակերեսորեն։ Ես միշտ այդ պահը նշում եմ, ընդհանրապես եւ Հայաստանը, ընդհանրապես եւ Գյումրին մասնավորապես, իհարկե փոքր երկիր է, փոքր քաղաք է, բայց շատ խորան է եւ ել ավելի խորանալու, հետաքրքրվելու, ուսումնասիրելու տեղ միշտ կա։ Գյումրին շատ հրաշալի իր շրջապատով, իր շրջակայքով։ Ինչի համար այստեղ մի քանի օր կարելի է մնալ, դա հենվում ենք մարդկային ռեսուրսի վրա։ Դուք ունեք իսկապես շատ ոչ նյութական մշակութային արժեքներ։ Այն վարպետները, որոնք որ կարող են մինչև 3-4 ժամ տևողությամբ վարպետաց դասեր անցկացնել, այդ մարդիկ հենց այն մեխերն են լինելու, այն մագնիսն են լինելու, ովքեր մի քանի օրով տուրիստներին կարողանալու են այստեղ ակտիվ ժամանցապահովել։ Շիրակի մարզի զբոսաշրջային պոտենցիալի երևի թե 5-10%-ն է բացահայտված, եթե Գյումրին չհաշվենք։ Գյումրին զբոսաշրջային կենտրոն է, որպես այդպիսի բացահայտել բան չունենք, ինքը աշխարհի համար է սկսել բացահայտվել արդեն Գյումրին, Հայաստանում բնակիչների համար պարզ է ամենամեծ պոտենցիալը, որը Գյումրին ու Շիրակի մարզը ունի, մեր մասնավորներն են, որոնք բարդ պայմաններում անկեղծ ասած երևանյան իրավիճակները չեն, երևանյան արժեքներն ու զբոսաշրջիկների քանակը չեն, շատ բարդ իրավիճակներում կարողացել են լավագույնս դրսևորել։ Շիրակի մարզը Հայաստանի զբոսաշրջային քարտեզի վրա թե ներքին, թե արտերկրից եկած զբոսաշրջիկների համար դեռ ամբողջությամբ չիրացված ներուժ ունի։ Այն հոսքերը, որոնք մարզերում լինում են մեծամասամբ սեզոնային են, ձմռան ամիսներին զբոսաշրջային պասիվություն է։ Ակտիվանում են նոր տարվա օրերին, եթե իհարկե գրավիչ դառնա քաղաքի տոնական զարդարանքն ու կազմակերպվող միջոցառումները։ Առանձնահատուկ զարգացման հեռանկար ունի հյուսիսային տարածաշրջանը իր Աշոտսկ եւ Ամասիա ուղղություններով։ Ամբողջ այս անդրկովկասյան տարածաշրջանում դուք ունեք մի շատ հետաքրքիր կարևոր ռեսուրս, որը համապատասխան ձևով փաթեթավորելու համար Աշոտսկի տարածաշրջանը դահուկավազքի հրաշալի կենտրոն կարող է դառնալ, որովհետև թե աշխարհագրական դիրքի բարձրությունը, թե երկայուն բնածածկույթի ապահովումը, որ մի քանի ամիս հնարավորություն է տալիս, ինքը դահուկավազքի հետևորդների համար շատ գրավիչ վայր է։ Ես էլ որպես բիզնեսի ներկայացուցիչ ասեմ, սկզբից տեսնում ենք տեսլականը զարգացման երկարաժամկետ վերլուծել, տեսնել պոտենցիալը, ռազմավարական պլանավորում եւ գնալ առաջ։ Շատ արագ կուզենայի տեսնել նաեւ տրանսպորտը, ենթակառուցվածքները։ Ես գիտեմ, որ շատ դժվար թեմա է, շատ դժվար հեշտ չի լինելու, բայց պետք է Մարզերում զբոսաշրջային հոսքերի պասիվացման մեկ այլ կարևոր խթան զբոսաշրջության կոմիտեի նախագահը համարում է մարզերի ինքնության, դեմքի ու դիմագծի, ինչպես նաև տեղական յուրահատկությունների ճիշտ ներկայացումը։ Նրա խոսքով հաճախ մարզերում մատուցվող ծառայությունները նույնաբովանդակ են, ճաշացանկերում բավական չափով չեն ընդգրկվում տվյալ տարածքին բնորոշ ազգային ու տարածաշրջանային ուտեստները։ Գնում ես հյուրանոց, գնում ես ռեստորան, վերցնում ես մենյու, մեջ գրած է ցեզեր աղցան, չգիտեմ, սնկով կրեմաբուր եւ այլն, ինչ որ Երևանի ցանկացած սրճարանում կա։ Այդ ձեր ցավը կներեք։ Ես եկել եմ Գյումրի, ես եկել եմ, չգիտեմ, Գորիս,
գնացել ենք Եղեգնաձոր, որ տեղական ուզում գնամ Գորիսի լոբիով նա ճաշ ուտեմ, ուզում տնական օղի փորձեմ, փթու, եսիմ, սենց տեղական բաներ, որը չկա։ Ի պատիվ Շիրակի, ասեմ, որ Շիրակը պահպանել է եւ հանրահրճակում է իր գաստրոնոմիան, բայց շատ մարզեր գնալով կորցնում են իրենց գաստրոնոմիական դեմքը։ Հաճախ ամբողջական պատկեր ձևավորելը դժվար է, քանի որ ոչ բոլոր պետական եւ մասնավոր սեկտորներն են իրենց ծառայությունների վերաբերյալ ներկայացնում ճշգրիտ, ամբողջական եւ գրավիչ տեղեկատվություն։ Զբոսաշրջության կոմիտեն գործադիրի հաստատմանն է ներկայացրել էլեկտրոնային Travel.go կայքի ստեղծման նախագիծը, որը նախատեսում է մեկ հարթակում միավորել զբոսաշրջային բոլոր սուբյեկտներին՝ հյուրանտներ եւ հյուրանոցներ, ռեստորաններ, զբաղվածության եւ ժամանցի կենտրոններ, մշակութային օջախներ, ինչպես նաեւ տրանսպորտային ծառայություններ։ Նոր հարթակը հնարավորություն կտա զբոսաշրջիկներին ծանոթանալ հասանելի բոլոր ուղղություններին եւ ճամփորդությունը Հայաստանում դարձնել առավել պարզ, հասանելի եւ արդյունավետ։ Վայնացումը չի կարող առաջնահերթ չլինել, որովհետև ըստ ՄԱԿ զբոսաշրջության վերլուծության միայն զբոսաշրջիկների 5%-ն է այսօր զբաղվում կազմակերպված զբոսաշրջությամբ։ 95%-ը անհատ զբոսաշրջիկներ են։ Մենք բոլորս այլևս չենք դիմում տուրօպերատորին։ Մենք ինքնուրույնաբար տոմսն ենք առնում, հյուրանոցը բուք ենք անում եւ այլն եւ այլն։ Եթե հյուրատունը, հյուրանոցը, ռեստորանը թվային որևէ հարթակում չկա, ինքը արդեն պարտվել է։ Գործադիրը հաստատել է զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարությունը, առանցքում ոլորտի ապակենտրոնացումն է։ Ըստ ռազմավարության Հայաստանի 20 զբոսաշրջային կլաստերներից Գյումրիում, Եղեգիսում, Արենիում, Դվինում, Ջերմուկում եւ Գորիսում նախատեսվում է ենթակառուցվածքների զարգացում՝ շուրջ 120 միլիոն եվրո վարկային ծրագրի շրջանակում։ Միաժամանակ յուրաքանչյուր մարզից ընտրվել է 10 գյուղ, որոնք նախատեսվում է վերածել զբոսաշրջային կենտրոնների։ Վարկային միջոցներով նախատեսվում է Գյումրիից թռիչքուղի գործարկել դեպի եվրոպական եւս մեկ երկիր։ Հասմիկ Թումասյան, Վահագն Բարաքյան, Հորիզոն